Ձեր կարծիքով Նիկոլ Փաշինյանը դատավորների որոշումների վրա ազդում է թե ոչ։ Ինձ թվում է որոշ չափով այո։ Ինքը ասում է, այսպես ասած, չքմեղանում է, շատ հաճախ ասում է, ես չունեմ լիազորություններ, ոչ մի բան չեմ անում։ Դուք հավատում եք այդ խոստումներին կամ այդ հարցին։ Դժվար է մի քիչ հավատալը։ Համեն դեպս ես մնում եմ իմ կարծիքին։ Ինչու՞ չեք հավատում։ Իսկ նրա միայն այս դեպքին չեք հավատում, թե բազմաթիվ այլ հայտարարությունների։ Ինձ թվում է այտենց միանշանակ լրիվ անկեղծ պատասխաններ չեն կարող տալ իրեն։ Չէ, որ ու շատերն են, հա, փաստը, որ Նիկոլ Փաշինյանը շատ հաճախ է ստում։ Երևի ինձ թվում է քաղաքականությունից է էլի դա գալիս։ Ընդհանուր առմամբ քաղաքականությունը հիմնված է ստի վրա։ Կարող է եւ ազդում է եւ չի ազդում, որովհետեւ տես տեղեկացված չենք։ Մենք օդի միջից խոսքեր են գտնում, ինչ ասես այդ մարդուն ասում ենք։ Չգիտեմ։ Կմաճուկները ցավտան, ինչի՞ մասին է խոսքը։ Իրանց վրա ազդեցություն ունի ուղիղ Նիկոլ Փաշինյանը։ Այո։ Այն էլ ինչ կարգի։ Այսօր կարդում եմ Լեննականի օրինակը։ Մադա թափալի հանգարց ԿՊ-ականը չշահեց, չհաղթեց, ուրեմն իր հետ խնդրեմ ունենալ։ Անձամբ եմ կարդացել։ Այդ ի՞նչ է նշանակում, ցավտան։ Ասենք անարդարությունը սկսվեց։ Ասենք իրանք պետք է լինեն ամեն տեղ։ Իսկ դուք չեք հավատում այն հայտարարությունը, որ ինքը չի ազդում դատավորների որոշումների։ Սուտ է։ Բոլորս գիտենք, որ սուտ է, ամեն ինչի մեջ սուտ է։ Ինքը հայտարարեց Ղարաբաղը Հայաստանա եւ վերջում Ղարաբաղը Ադրբեջանա եւ որ մենք հավատանք։ Չէ՞։ Ինչու այդքան սուտ ասում է Նիկոլ Փաշինյանը։ Ես չգիտեմ, դա իրան հարց ուղիք ինքը կասի։ Չէ, մեկը ինքը ասելա, որ ես մեղավոր չեմ։ Ես սուտ չեմ։ Ցանկացած սուտ ասան, ինքը իր վրա չի վերցնում սուտը, ճիշտ է թե չէ։ Ուղղակի երևի պետք է փոխվի արդեն։ Ազդում է, ոչ չի ազդում, բայց իրան ղեկավարությամբ սաղը իր ձեռի տակ է։ Ինքը օրինակ ասում է, ես ազդեցություն չունեմ արտադատության վրա։ Ասում։ Նրա բերանը ճիշտ խոսք չկա։ Ձեր կարծիքով Նիկոլ Փաշինյանը ազդեցություն ունի դատարաններում դատավորների որոշումների վրա։ Եվ ունի եւ չունի։ Որ դեպքում ունի, որ դեպքում չունի։ Եթե նորմալ դատավորը շանտեղ չի դնում իրեն։ Եթե գիտակից նորմալ մարտա դատավորը երբեք բանետեղ չի դնում իրեն։ Իսկ այն խամաճիկները, չէ, որ իրենք բերել են, կողել են անգարագետ, նա անպայման պետք է լսի նրան։ Եվ կա իհարկե, ցուցմունքը միշտ կա, մեկը լսում է, մյուսը չի լսում։ Իսկ դուք հավատում եք Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ինքը ասում է, ես դատական համակարգի վրա ազդեցություն չունեմ։ Դա ոտից գլուխ սուտ է ինքը։ Որ մնաց, բա ինչի վերահույս բան ունի։ Նախարարների, հա։ Այո, Նախարարների, հա, SMS-ով կարող ազատի։ Ինքը ոտից գլուխ սուտ տեսակ, սուտ։ Այդքան որ խոսում է, չէ, 90% սուտ է։ Մեր հարցումների, նաև դուք էլ ասում եք, որ իր ասացի 99% սուտ է, եւ նաև քաղաքացիներն են փաստում, որ նա շատ է ստում։ Ինչու է շատ ստում։ Որ շատ է ստում, իբրև թե ինքը չի հասկանում։ Ինքը անպայման։ Չէ, որ ասում էր Արցախը Հայաստանը եւ վերջ, չէ։ Ինքը նկատի ուներ Ադրբեջանը։ Առացի եմ ասում։ Նա խառնել է ուղղակի ժամանակ Հայաստան Ադրբեջանի հետ։ Եթե դու գիտեիր, որ չէ, Արցախը Ադրբեջանի կազմում է, Սիմոնյան Ալենն էլ ասում է, որ միշտ էլ եղել է Ադրբեջանի կազմում, չէ, դա դարգու է։ Բայց Սիմոնյան Ալենը 18 թվականին Աղդամն համարում էր իր հայրենիքը, նկարները Հա, դա ինքը բաներից է, չէ։ Սունե Պապիկյանը նկարների շարքումները։ Եթե այդ տեսակը դուք ունեիք, ինչու տարակ 5000 հոգի տրեցիք ջրաղացի բերան։ Ինչի տարակ, չէ։ Դուք գիտեիք, որ դա Ադրբեջանի կազմում է։ Ինչու տարակ այդ մարդկանց տվեցիք փուրը։ Ինչի համար։ Մի 10000 հոգի էլ հաշմանդամ։ Ինչի համար։
Տեսեք, Նիկոլ Փաշինյանը նաև ունի հայտարարություն, որ ինքը ասում է կարող ենք այս պատերազմը չլիներ, եթե միանգամից հանձնենք տարածքները։ Իմանալով այսքան բան, դուք ինչպես եք գնահատում նրա նաև այս հայտարարությունը, էլի։ Որ ինքը ընդունում է, որ կարող է տարածքներ տալ առանց զոհերի։ Ինքը մի օր ընդունում է, մի օր չի ընդունում։ Ինքը անլուրջ պատահական տեսակ այս երկրի համար, պատահական տեսակ։ Փողոցից եկած, ուրա փողոցում կա, չէ՞, բարգած շները։ Նույնն է։ Երբեք մի զարմացեք։ Գյումրիից եկել է, մի մասը մնացել է փողոցներում, մի մասը գնացել է կառավարության շենք կամ ազգային ժողովից։ Ուրիշ բան չկա։ Ինքնասիրությունից զուրկ մարդ, ինքնասիրությունից զուրկ էս կան 90%-ը մարդու, չէ, անիծում են գիշեր ցերեկ անիծում են։ Ես ցանկացածներ մտեք խանութը, այսա, անեց կա որ թափում են գլխին, բայց իր համար նշանակություն չունի։ Բայց նաև այդ երբ որ ասում են ձեր դուք չունեք լեգիտիմություն եւ այլն, ինքը փորձում է պնդել եւ իր ամբողջ քաղաքական թիմը, որ ինքը ունի լեգիտիմություն։ Որտեղից են այդ վստահությունը կամ տվյալները։ Չէ, այդ պետք է ասեն։ Եվ տվել են, զարմանալու բան չի։ Ձեր կարծիքով 26 թվականին կամ մինչև 26 թվականին արտահայտ ընտրություններ լինեն, Նիկոլ Փաշինյանը կընտրվի թե Երբեք չի ընտրվի։ Երբեք չի լինի, ընտրություններով պետք է լինի, անպայման ընտրություն պետք է լինի։ Երբեք չկան չխառնեն, ստեղից ընդեից մտնեն, ավելի վատացնեն։ Ընտրությունները կլինի, նա կավարկի 10-15% ձայն։ Ոչ ավելի։ Հիմի անցել է Գյումրիի այդ հրաշք քաղաքն է այլանդակում, կեղտոտում։ Ինչ տեսակի մարդիկ հավաքում ընդեղ, գող, ավազակ, թալանչի, որ իր գործ առաջ տանի, բայց չի լինի։ Բացառում է, որ Գյումրին է մեր նամուսով ժողովուրդ են, ոնց կարելի է այդ մարդկանց էլ փչացնել, չէ՞։ Այդ անունը մի տվեք էլի։ Այդ անունը որ տալիս եք մարդու սիրտը խառնում է։ Ոնց որ թույն մարդուն սրասկես։ Մնացածը լսում եմ ձեզ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ինքը դատական համակարգի վրա չի ազդում եւ դրա լծակներն էլ չունի։ Դուք հավատում եք այդ ամենին։ Մարդ պետք է էշ լինի, որ այդպես բաներին հավատա։ Նրա ասածները լրիվ սուտ է։ Նա ծնվել է սուտ եւ ստի մեջով է թվում ինքը միշտ։ Որտե բնածին իր արուն մեջ թուրք է արունա։ Թուրքը որ հային չստի ելո պետք է ստի։ Եթե թուրքը հային չճազմի, ո պետք է ճազմի։ Եթե պատերազմի ժամանակ դեմը թշնամին է, ու մեջքից էլ էլի թշնամի թուրքն է խփում։ Ոնց հավատաս։ Ձեր կարծիքով, մեր հարցումներն է ցույց է տալիս, որ մարդիկ շատ են փաստում, որ Նիկոլ Փաշինյանը ստում է։ Այս պայմաններում նա 2026 թվականին ընտրվելու շանս ունի թե ոչ։ Իմ ասելով ընտրվելու շանս վաբշե չունի։ Բայց հայ ժողովուրդը 5000 տալիս ես, 5 տարի մաման լացացնում ես։ Նրանք 5000 առնում են, գնում են ընտրում են, հետո էլ սկսում են 5 տարի հավիճատի պես մեր նվնվալը։ Չեն ֆայմ, որ այդ 5 տարին իրանց վանից է գնալու։ Փողը տուր, ոչխարի պես գնանի, հետո էլ 5 տարի սկսի վայ ընչի սենց եղավ։ Բայց ասում են մենք ընտրակաշարք չենք տալիս, դուք չեք հավատում։ Մի բան ասեմ կներես, եթե եսի տատս էլ էր օրորդ, որ հերս ծնվեց։ Էդի ոնց կլնի։ Եթե մի մարդ ծնվել է թուրք, թուրքի արունա մեջը, ու միշտ սուտ է ասում։ Ընտրակաշարքը էդի, որ ասում է չէ, էդի սաղ սուտ է, լրիվ սուտ է։ Կան ուժեր, որոնց վստահում եք, որ կարող են այս իրավիճակից դուրս բերել երկիրը։ Ախր գիտեք ինչ կա, ես միշտ ասել եմ, Հայաստանը դարել է Կարապը Խեցգետին գայլաձուկ։ Այսինքն Հայաստանը սելն է, այս կուսակցություններն էլ միացում չկա, որ մի ուղղությամբ գնան։ Ամեն մեկը իր կողմը քաշում։ Իսկ այտենց քաշելով Հայաստանը սելի պես սկսելու է փթելը։ Ամեն մեկը իր մարդուն ուզում է նստածնի ղեկավար, բայց մեջը բան չկա։ Չեն միանում իրար հետ համաձայնվեն, որ կարանան մի բան առաջ տանեն։ Ասում է չէ, իմ կուսակցությունից պետք է լինի ղեկավար։ Էն էլ ասում է իմ կուսակցությունը պետք է լինի ղեկավար։
Դրա համար էլ Հայաստանը այս վիճակի է։ Մենք սենց որ գնանք, վաղը միսօր Հայաստան չենք ունենալու։ Իսկ հայ ժողովուրդը, ոնց որ Արցախի ժողովուրդը մսագունդ դառավ ու շանկեր դառավ, հիմա հայկական հայ ժողովուրդն է նորից էլի Հայաստանի բնակչությունն է դառնալու շանկեր թուրքերի համար, որ գալու են մտնեն ստեղ ու հայերին ասեն արի կոշիկներս լիզի։ Կամ էս տունը իմն է, դավայ, վզից բռնենք ցնդուս կամ նստեն այդ տունը։ Էդրանա գնում Հայաստանը։ Կործանման։